Բոլորից սիրով ողջունում եմ Արևոտ ու ջերմ Հայաստանից։ Այսօր դդմիկով կոտլետներ ենք պատրաստելու։ Ժողովուրդը շատ հյութեղ են, փափլիկ են ու անչափ անուշ բուրում են։ Եկեք սկսենք, մեր աշխատանքը շատ հեշտ է իրականում, ուղղակի պայմանավորվենք սկզբում, ես առաջարկում եմ խոշոր քերիչով անցկացնել։ Երբեմն գիտեմ, շատերը սիրում են մանրով, ուղղակի մի տեսակ շիլա է ստացվում, իսկ խոշորով եւ ավելի զգալի են լինում կտորները եւ ավելի շատ են հյութեղ դառնում, այսինքն կարողանում են ներքաշել հյութը։ Ինչ վերաբերում է սոխին, գիտեմ, որ շատ բաղադրատոմսերում կա, ես հում վիճակում ավելացնել չեմ սիրում։ Հետո մի փոքր կարծես համը փոխում եմ, դա ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Երբեմն նախապես սոխառած եմ պատրաստում ու հենց սոխառածն եմ ավելացնում։ Դա շատ ավելի հյութեղ է։ Գիտեք, երբեմն այնքան էլ էական չէ, թե առանձին օրինակ դդմիկը որքան կօգտագործեք, կարտոֆիլը որքան կամ մնացածը։ Կարևորը թե որքան ընդհանուր կկազմի բանջարեղենը։ Եվ դրանցից մի փոքր մեկն ավել, մյուսը պակաս, այդքան էլ էական չէ։ Սա մի փոքր համի վրա է ազդելու։ Կեղևը թողնելու եմ, եթե լավ վիճակում եմ, մաքրելու կարիք չկա։ Վնասվածքները կհեռացնեմ ու վերջ։ Մայրիկը շատ հաճախ պաքսիմատ է ավելացնում, քանի որ ոչ միշտ ձեռքի տակ կա, դրա համար ես անգամ կառաջարկեմ ալյուրով տարբերակը, բայց եթե կա ձեռքի տակ, անպայման օգտագործեք, լավ տարբերակ է։ Այսպես շարք քերում ենք, աղենք ավելացնում ու թողնում ենք, որպեսզի հյութը դուրս տա ու հետո կարողանանք հեշտ քամել։ Ուղիղ 1 կիլոգրամ դդմիկ եմ վերցրել, որ հետո հեշտ կարողանանք կողմնորոշվել։ Նույն տարբերակով նաև գազարը կքերեմ, ձեզ կասեմ, թե որքան էր, նույնպես խոշոր քերիչով։ Ու նորից ամեն հերթական չափաբաժնից հետո մի քիչ աղ եմ ավելացնում։ Ես կավելացնեմ մոտ 300-ից 350 գրամ գազար, չեմ ուզում, որ շատ քաղցր լինի։ Նույն տարբերակով քերելու ենք եւ աղ ենք անելու նաև կարտոֆիլը։ Նորից խոշոր քերիչով։ Մոտավորապես 400 գրամ կարտոֆիլ ավելացրին։ Իհարկե, ինչպես արդեն ասել եմ, շատ կարևոր է միայն բանջարեղենի ընդհանուր քանակը, որակի համար։ Իսկ ինչ վերաբերում է համին, արդեն որից ավել, որից պակաս, ըստ ճաշակի որոշում եք դուք։ Ես առաջարկում եմ իմ տարբերակը, որը օպտիմալ է ու շատ համեղ։ Կքերեմ նաև 100 գրամ պանիր, կարող եք վերցնել ցանկացածը, որի համը կհավանեք։ Պանիրն արդեն քերում եմ մի փոքր ավելի մանր քերիչով։ Նաև սխտոր է հարկավոր 2-3 պճեղ կամ ըստ ճաշակի։ Նաև սամիթ եմ ավելացնելու, ոչ շատ, բայց նաև ոչ քիչ, մոտավորապես այսքան։ Կոպիտ ցողունները չեմ ավելացնի, կթողնեմ մի կողմ։ 15-ից 20 րոպե անցավ, կարող է մի քիչ ավել կամ պակաս պահանջվել, դուք ուղղակի հետևեք, որ շատ հյութ արձակած լինեն ու արդեն պետք է քամենք։ Տեսեք, հիմա որքան լավ քամենք բանջարեղենը, հատկապես դդմիկները, այնքան ավելի հյութեղ են ստացվելու կոտլետները, ինչքան էլ որ տարօրինակ թվա ու թվա թե հակառակը պետք է լինի։ Որքան հյութ հիմա մնա, ուղղակի այս ջուրը, այնքան հետո գոլորշիանալու է պատրաստելու ընթացքում ու կոտլետը չորանալու է։ Իսկ երբ բանջարեղենը, հատկապես դդմիկը ջրազրկվում է, հետո ավելացված ձուն այն ավելի լավ է ներքաշում ու բնականաբար ձուն չի գոլորշիանում ու ավելի հյութեղ է դարձնում մեր կոտլետները։ Հավանաբար պատրաստել եք երբևէ դդմիկը կամ սմբուկը ձվի մեջ ու շատ լավ գիտեք, թե որքան հյութեղ են դրանք դառնում ձվի մեջ կարճ ժամանակ մնալուց հետո եւ որքան համեղ է ստացվում։ Հիմա աղ ենք լցնում, անպայման հաշվի առեք, որ սկզբում լցված աղը գրեթե ամբողջությամբ ջրի հետ գնաց ու նաև հաշվի ենք առնում, որ դեռ պանիր էլ պետք է ավելացնենք ու նրա աղիությունը նույնպես կարևոր է։ Կարմիր կծու պղպեղ, սև պղպեղը, պանիրը, ամբողջը չեմ լցնի, մոտավորապես 70 գրամ հերիք է, կանաչին ու սխտորը, 2 ձու եմ ավելացնում, իսկ երրորդից եթե կարիքը լինի, կեսը կվերցնենք։ Մի լավ խառնում ենք, իդեպ այս պահին արդեն հրաշալի բուրում է։ Այսպես մոտ 5 րոպե թողնելու ենք, որից հետո կավելացնենք ալյուրն ու կսկսենք տապակել։ Ալյուրն ենք ավելացնում ու ստանում մեզ անհրաժեշտ խտությունը։ Ալյուրի քանակն արդեն կախված է նրանից, թե որքան եք թողել բանջարեղենը աղի մեջ եւ որքան լավ եք քամել։
Ահա, տեսքն ամբողջությամբ պահում է, հատիկները չեն առանձնանում, նշանակում է պատրաստ է։ Եթե ցանկանում եք, կարող եք ձուն ավել լցնել եւ մի փոքր ավելի թույլ զանգված ստանալ։ Դա արդեն ալադիների նման կլինի։ Հիմա տապակը լավ կտակացնեմ, որից հետո կավելացնեմ բուսայուղը։ Շատ քիչ, այնքան էլ խորուրդ չէ դա, գոնե հատակը մի փոքր պետք է ծածկի։ Հա, իդեպ կափարիչ չենք օգտագործի, բաց կտապակենք։ Կրակը շատ բարձր չպետք է լինի, որպեսզի շատ շուտ չկարմրեն եւ հասցնեն եփվել։ Իհարկե, առանձնապես եփվելու բաղադրիչներ էլ չկան, բայց ամեն դեպքում գոնե կարտոֆիլը պետք է հում չմնա։ Դրա համար կրակը կամ միջին կամ նույնիսկ միջինից ավելի ցածր պետք է լինի։ Կարգավորեք այնպես, որ հասցնեն պատրաստվել։ Բուսայուղն արդեն լավ տաքացավ, հիմա ձևավորում ենք կոտլետներն ու տապակում երկու կողմից։ Ես ձեռնոցը հատուկ հանեցի, քանի որ տաք թավայի հետ աշխատելիս դա անվտանգ չէ։ Ձևավորելու ընթացքում անպայման ուշադիր եղեք եւ լավ ամրացրեք կտորները, նույնիսկ կարելի է մի փոքր այսպես թակել, որպեսզի ավելորդ օդը ներսից դուրս գա եւ հատիկները լավ միանան։ Հակառակ դեպքում շրջելու ընթացքում կարող են քանդվել։ Հիմա արագ թանձրուկը պատրաստենք, այստեղ երկու միջին չափսի վարունգ է, խոշոր քերիչով եմ անցկացրել, մի քիչ աղ եմ արել եւ մի քանի րոպեից լավ քամել եմ։ Ավելացնում եմ մանր կտրատված սամիտ, նանայի թերթիկներ շատ քիչ եւ 2 պճեղ սխտոր։ Մի փոքր կիտրոնի հյութ կավելացնեմ, իհարկե կարելի է մտածել, որ այստեղ ավելորդ է, միևնույն է թթվայնություն կլինի, բայց հավատացեք, հենց կիտրոնի համը շատ լավ է սազում։ Ավելացնում եմ հավասար քանակությամբ թթվասեր եւ մածուն։ Եթե կեֆիր եք օգտագործելու, թթվասերը ավել լցրեք։ Մի լավ խառնում ենք, ավելացնում ենք համեմունքները, իմ դեպքում սև պղպեղ է եւ աղ։ Ու կարելի է մատուցել։ Եվ մի քանի կաթիլ ձիթապտղի ձեթ, վստահեցնում եմ ավելորդ չի լինի, մի տեսակ ավելի փափուկ կազմվածք է ապահովում, բայց տեսեք շատ չլինի, շատ քիչ։ Վերջ շատ հյութեղ են ստացվել, անուշ բույրի մասին էլ չեմ ասում, ինձ թվում է նույնիսկ դուք այդտեղ զգացիք։ Այստեղ բաղադրիչների այնպիսի համադրություն է, շատերը եք փորձել, հաստատ գիտեք, որ վատը ստացվել չի կարող։ Իսկ ինչ վերաբերում է համեմունքներին, հատկապես աղին, կարող եք մեկը առաջինը պատրաստել, ստուգել եւ ըստ անհրաժեշտության հետո ավելացնել։ Ինչպես հարկ կհամարեք, մենք շատ աղի չենք ուտում, ընդհանրապես սննդի մեջ քիչ ենք ավելացնում, այնպես որ մեզ համար սա լրիվ նորմալ է։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ընդամենը 3 նկարահանել եմ առողջ սննդի մասին տեսանյութ։ Իդեպ, եթե թեման հետաքրքիր է, քաշ կորցնելու հետ կապված իմ թույլ տված սխալների մասին եւ բնականաբար ամեն բան հիմնավորված ու շատ մանրամասն բացատրություններով պատասխանել եմ հետաքրքրող շատ հարցերի, նաեւ ինչպես հասկանալ գովազդը ձեզ խաբում է թե ոչ։ Տեսանյութը դեռ չկա, չնայած գուցե եւ կա, չգիտեմ այս տեսանյութը երբ եք դիտում, հենց հրապարակյամ հղումը կթողնեմ այս տեսանյութի ներքևում, կարող եք տեսնել։ Տեսանյութի ներքևում նաև բաղադրատոմսը կլինի կոտլետի եւ թանձրուկի, ամբողջը միասին կարող եք գտնել։